Այսօր մենք խոսենք տարրական մասնիկների մասին։ Սահմանումը ինքնին խոսում է նրա մասին, թե ինչ օբյեկտների մասին է խոսքը գնալու։ Սա ըստ ժամանակակից պատկերացումների այն ֆունդամենտալ աղյուսիկներն են, որոնցից որ կազմված է այն ամենը, ինչ մենք տեսնում ենք։ Նյութի անբաժանելի մասը։ Այս եւ հետագա հանդիպումների ընթացքում ես կփորձեմ ներկայացնել, թե ինչպես է պատմականորեն զարգացել տարրական մասնիկների մասին մեր պատկերացումները, ինչպիսի կարևոր փուլեր են անցել, ինչպիսի խնդիրներ են լուծում ներկապահին եւ ինչպիսի պլաններ կան եւ ինչպիսի նախագծեր կան ապագայում տարրական մասնիկների հետազոտությունների բնութագրերի ուսումնասիրության վերաբերյալ։ Սկսենք երևի թե պատմական ակնարկից։ Կարելի է ձևակերպել հետևյալ հարցը. եթե մենք ունենք ինչ-որ նյութի ինչ-որ քանակություն, կարելի է դա կիսել, բաժանել եւ պնդել նրա մասին, որ դա նույն նյութն է մնում։ Օրինակ, եթե ունենք 1 բաժակ ջուր, եթե դա կիսենք, կունենանք կես բաժակ ջուր։ Դա նույն ջուրն է եւ նյութը իր հատկություններով, իր բնութագրերով չի փոխվում։ Կարելի է արդյոք բաժանման այս գործողությունը շարունակել։ Այո, կարելի է։ Կարելի է ստանալ քառորդ բաժակ ջուր, հետո 1/8 բաժակ ջուր եւ այսպես շարունակ։ Կարելի է կիսելու եւ բաժանելու այս process-ը շարունակել անվերջ։ Ոչ։ Եվ ո՞րն է այն սահմանը, որը չի կարելի անցնել։ Պատասխանը իրականում կախված է նրանից, թե ինչ ենք հասկանում ասելով նյութը մնում է նույնը։ Եթե մենք խոսում ենք նյութի բնութագրերի մասին, իսկ նյութը մենք ճանաչում ենք ըստ իր բնութագրերի, եթե խոսքը օրինակ մեխանիկական բնութագրերի մասին է, ինչպիսիք են օրինակ կարծրությունը, առածկականությունը, սրանք հատկություններ են, որոնք որ դրսևորվում են մակրո մակարդակում։ Որոշակի հատկություններ պահպանվում են բյուրեղացանցի մակարդակում, բայց առհասարակ ընդունված է համարել, որ նյութի տարրական մասնիկը դա մոլեկուլն է։ Սա այն մակարդակն է, որտեղ պահպանվում են նյութի քիմիական հատկությունները։ Մոլեկուլը կամ պարզ ատոմային կառուցվածք ունեցող նյութերի համար ատոմը, սա նյութի էլեմենտար մասնիկն է։ Ատոմի մասին փիլիսոփայական պատկերացումներ եղել են դեռևս հին ժամանակներից, վաղ քաղաքակրթություններում եւ ձևակերպվել է որպես իրոք նյութի տարրական մասնիկ։ Սակայն չի եղել գիտական մոդեցում։ Գիտական մոդեցումը ատոմի վերաբերյալ սկսել է զարգանալ 19-րդ դարում։ 1897 թվականին Թոմսոնի կողմից կաթոդային ճառագայթներում հայտնաբերվում է էլեկտրոնը։ Սա առաջին սուբատոմական մասնիկն էր, որը ինչպես հետագա ժամանակահատվածը ցույց կտա նաև առաջին տարրական մասնիկն էր եւ առաջին անգամ հարցականի տակ դրեց ատոմի տարրականության հարցը։ Պարզվեց, որ կան մասնիկներ, որոնք որ սուբատոմային են։ 1904 թվականին Թոմսոնի կողմից առաջարկվեց ատոմի կառուցվածքի պուդինգային մոդելը, համաձայն որի բացասական լիցքարված էլեկտրոնները գտնվում էին ատոմական ինչ-որ սուբստանցիայում, սակայն այս մոդելը շատ շուտ հերկվեց, չդիմանալով փորձարարական ստուգմանը, եւ 1900-ականների երկրորդ կեսերին Ռեզերֆորդը իրականացնելով ալֆա մասնիկների ոսկու թիթեղի վրա ցրման իր հայտնի փորձերը եկավ այն եզրակացության, որ ատոմը ունի միջուկ, որտեղ որ կենտրոնացված է ատոմի գրեթե ամբողջ զանգվածը, այն դրական լիցքավորված է եւ սրա հիման վրա ստեղծվեց ատոմի մոլորակային մոդելը, համաձայն որի ատոմը բաղկացած է միջուկից, դրական լիցքավորված, որտեղ որ կենտրոնացված է ատոմի զանգվածի մեծ մասը, իսկ միջուկի շուրջ ինչ որ օրբիտաներով պտտվում են էլեկտրոնները։ Սրան հաջորդեց ատոմի Բորնի մոդելը, որը որ ներառում էր այս ժամանակ արդեն ուժի մեջ մտած քվանտային մեխանիկայի էլեմենտները։ Հետագա տարիների ընթացքում Շրոդինգերի, Հեյզենբերգի, Դիրակի կողմից մշակվեց ատոմի ժամանակակից մոդելը։ 1920 թվականին Ռեզերֆորդը եկավ այն եզրակացության, որ ջրազնի ատոմի միջուկը, որը որ ամենաթեթևն էր բոլոր միջուկներից,
հանդիսանում է ֆունդամենտալ բաղկացուցիչ մած ծանր միջուկների համար։ Սա պրոտոնն է։ Շուտ ակնհայտ դարձավ, որ միայն պրոտոնի առկայությամբ չի կարելի բացատրել ատոմի կառուցվածքը։ Եվ 1932 թվականին Չեդվիկի կողմից հայտնաբերվեց նեյտրոնի գոյությունը։ Այսպիսով ատոմի կառուցվածքի մասին պատկերացումները դարձան հետևյալը։ Ատոմը կազմված է միջուկից եւ իր շուրջ որոշակիորեն բաշխված բացասական էլեկտրոններից։ Միջուկն իր հերթին կազմված է դրական լիցքավորված պրոտոններից եւ նեյտրոններից։ 1930-ականներին պրոտոնը, էլեկտրոնը եւ նեյտրոնը համարվում են տարրական մասնիկներ։ Նեյտրոնը ի տարբերություն պրոտոնի եւ էլեկտրոնի ստաբիլ մասնիկ չէ։ Ազատ վիճակում այն տրովում է եւ ունի մոտ 15 րոպե կյանքի տևողություն։ Նեյտրոնի այս տրոումը եւ սրանով պայմանավորված միջուկների բետա տրոումները ժամանակին երկու անգամ շատ լուրջ դիլեմայի առաջ են կանգնացրել գիտական հանրությունը։ Եվ սրանք հիմք եւ կատալիզատոր են հանդիսացել թույլ փոխազդեցության տեսության մշակման համար։ Խնդիրներից առաջինը վերաբերում էր էներգիայի պահպանման օրենքին, որը թե այն ժամանակ, թե հիմա կասկածի ենթարկա չի։ Այս խնդիրը լուծելու համար առաջ քաշվեց նեյտրինոյի գոյության հիպոթեզը։ Նեյտրինոն, ինչպես հետո պարզվեց, նույնպես տարրական մասնիկ էր, որը փորձնականորեն հայտնաբերվեց 1956 թվականին Ռեյնեսի եւ Քոուենի կողմից։ Նեյտրոնի տրոման երկրորդ խնդիրը վերաբերում է պեսիմետրիայի խախտմանը, ըստ որի պրոցեսները, որոնք որ տեղի են ունենում մեր աշխարհում, նույն կերպ պետք է տեղի ունենային հայելային արտապատկերված աշխարհում։ Այս սիմետրիան խախտվում էր թույլ փոխազդեցություններում եւ մասնավորապես նեյտրոնի տրոման ժամանակ, որը նույնպես փորձնականորեն ապացուցվեց 1957 թվականին Մադամ Վոյի կողմից իրականացված էքսպերիմենտում։ 1930-ականներից 60-ական թվականները մասնիկների բացահայտման եւ ուսումնասիրության հարցում գերակշիռ ներդրում են ունեցել հետազոտությունները, որոնք որ իրականացվել են կոսմիկական ճառագայթների միջոցով։ 1932 թվականին հայտնաբերվում է պոզիտրոնը։ Սա առաջին հակամասնիկն էր, էլեկտրոնի հակամասնիկը։ Դա ըստ իր բնութագրերի շատ նման էր էլեկտրոնի, նույն էլեկտրոնն էր, ուղղակի ուներ դրական լիցք ի տարբերություն էլեկտրոնի։ 1936 թվականին հայտնաբերվեց մյուոնը կոսմիկական ճառագայթներում։ Եվ պոզիտրոնը եւ մյուոնը հայտնաբերվել է Անդերսոնի կողմից։ Այս ժամանակ արդեն Յուկավայի կողմից առաջարկված էր մեզոնների գոյության հիպոթեզը, որոնք որ պատասխանատու էին ուժեղ փոխազդեցության համար եւ այն մասնիկներն էին, որոնց միջոցով պրոտոնները եւ նեյտրոնները փոխազդելով միասնական էին պահում միջուկը։ Սխալմամբ մյուոնը նույնականացվեց մեզոնի հետ, Յուկավայի կողմից կանխատեսող մասնիկի հետ։ Այս պատմական սխալը մինչև օրերս օգտագործվում է, շատ հաճախ մյուոնին անվանում են մյումեզոն։ Իրականում, ինչպես պարզվեց, մյուոնը նույնպես տարրական մասնիկ էր։ Սա իր բնութագրերով շատ մոտ էր, նման էր էլեկտրոնին, ուղղակի ծանր էլեկտրոնից մոտ 200 անգամ։ Եվ մյուոնը, եւ էլեկտրոնը, եւ նեյտրինոն, որը որ հայտնաբերվելու էր 1956 թվականին, սրանք լեպտոններ են։ Սրանք մասնիկներ են տարրական, որոնք որ չեն մասնակցում ուժեղ փոխազդեցություններին։ Իրենք մասնակցում են թույլ փոխազդեցություններին եւ լիցքավորված լեպտոնների պարագայում նաեւ էլեկտրամագնիսական փոխազդեցություններին։ Մեզոնների, հիպերոնների բազմազանությունը, որը որ գրանցվեց տիեզերական ճառագայթներում, ստիպեց մտածել մոդել այս մասնիկների դասակարգման համար։ Սա էր շարժառիթը քվարկային մոդելի ստեղծման, որը որ առաջարկվեց Գելմանի եւ Ցվայգի կողմից։ Համաձայն այս մոդելի հադրոնները, մասնիկները, որոնք որ մասնակցում են ուժեղ փոխազդեցության, նույն պրոտոնը, նեյտրոնը, արդեն նշված մեզոնները, հիպերոնները, սրանք տարրական մասնիկներ չեն եւ ունեն ներքին կառուցվածք։ Այս մասնիկները բաղկացած են ավելի ֆունդամենտալ տարրական մասնիկներից, քվարկներից։ Քվարկային մոդելը թույլ տվեց դասակարգել հայտնի հադրոնները, սակայն քվարկների
գոյության մասին դերևս չկար ապացույց։ Հետագա տարիների ընթացքում տարրական մասնիկների հայտնաբերման եւ ուսումնասիրության խնդիրներում գերակշռող ներդրում սկսեցին տալ արագաչային գիտափորձերը։ Տեխնոլոգիաները 60-ականների վերջերին բավականին զարգացած էին, որպեսզի բարձր էներգիաների մասնիկային փնջեր կարելի լիներ ստանալ լաբորատոր պայմաններում։ 1968 թվականից Ստենֆորդի գծային արագաչային կենտրոնում անցկացված գիտափորձերում հաստատվեցին քվարկների գոյության փաստը։ Հայտնաբերվեցին U, D եւ S քվարկները։ Համաձայն քվարկային մոդելի պրոտոնը եւ նեյտրոնը բաղկացած էին U եւ D քվարկներից։ Տարօրինակություն ունեցող մասնիկները, ինչպիսին էին կամ մեզոնները, կամ հիպերոնները, պարունակում են նաև S քվարկը։ Որոշակի հադրոնների կառուցվածքը բացատրելու համար ներմուծվեց քվարկների համար գունային լիցքը։ Բանը նրանում է, որ թե լեպտոնները, արդեն քննարկած էլեկտրոնը, միոնը, թե քվարկերը, U քվարկը, D քվարկը, S քվարկը, սրանք ֆերմիոններ են, ինչը նշանակում է, որ իրենք ենթարկվում են Պաուլի սկզբունքին։ Որոշակի հադրոնների մոտ քվարկային կառուցվածքը այնպիսին է, որը որ արգելվում էր Պաուլի սկզբունքի կողմից։ Եվ այս կառուցվածքը բացատրելու համար քվարկներին վերագրվեց գունային քվանտային լիցք։ Սա հիմք հանդիսացավ քվանտային խրոմոդինամիկայի զարգացման համար։ 1974 թվականին Բրուքհեյվենի ազգային լաբորատորիայում եւ Ստենֆորդի գծային արագաչային լաբորատորիայում զուգահեռ հայտնաբերվեցին ջիպսի մասնիկները, որը որ վկայում էր բնության մեջ C քվարկի գոյության մասին։ 75 թվականին հայտնաբերվեց տաու լեպտոնը։ Այս իրավիճակում հայտնի էին արդեն ֆունդամենտալ ֆերմիոնների, այսինքն լեպտոնների եւ քվարկի երկու սերունդներ։ Քվարկներից հայտնի էին U, D, S, C քվարկերը, իսկ լեպտոններից հայտնի էին էլեկտրոնը, միոնը, էլեկտրոնային եւ միոնային նեյտրինոները։ 75 թվականին հայտնաբերվեց առաջին երրորդ սերնդի ֆերմիոնը, ֆունդամենտալ ֆերմիոնը, տաու լեպտոններ։ Այս հայտնագործությունների հետ զուգահեռ իհարկե զարգանում էր տեսությունը, որը որ նկարագրում էր տարրական մասնիկները եւ իրենց միջև գործող փոխազդեցությունները։ Ստեղծվեց եւ 70-ականների երկրորդ կեսին իր ամփոփ տեսքին եկավ էլեկտրաթույլ եւ ուժեղ փոխազդեցությունների միասնական տեսությունը, ստանդարտ մոդելը, որը տարրական մասնիկների եւ ֆունդամենտալ փոխազդեցությունների ժամանակակից տեսությունն է։ Համաձայն ստանդարտ մոդելի գոյություն ունեն մատերիայի ֆունդամենտալ մասնիկներ, ֆերմիոններ, եւ գոյություն ունեն մասնիկներ, որոնք որ պատասխանատու են այս մասնիկների միջև փոխազդեցությունների համար։ Սրանք փոխազդեցությունը կրող վեկտորական մասնիկներն են։ Ըստ ժամանակակից պատկերացումների ուժեղ փոխազդեցության համար պատասխանատուն գլյուոնն է, որի փորձարարական հայտնաբերումը տեղի ունեցել 1977 թվականին։ Էլեկտրամագնիսական փոխազդեցությունների համար պատասխանատուն ֆոտոնն է, որի հայտնաբերումը թերևս կարելի է վերագրել 1905 թվականին, երբ ծնվեց քվանտային մեխանիկան եւ երբ որ էլեկտրամագնիսական ճառագայթման համար առաջարկվեց կորպուսկուլյար բնույթը։ Թույլ փոխազդեցությունը կրող մասնիկները W պլյուս-մինուս եւ Z0 մասնիկներն են։ Սրանց հայտնաբերումը, փորձնական հայտնաբերումը տեղի ունեցավ 1983 թվականին CERN-ի սուպերպրոտոնային սինխրոտրոնի գիտափորձերում։ 1977 թվականին B քվարկի եւ այնուհետեւ top քվարկի հայտնաբերմամբ ամբողջացավ ֆունդամենտալ ֆերմիոնների փորձարարական հաստատումը եւ այդ պահին արդեն փորձնական եղանակով հաստատվել էր 3 ֆունդամենտալ փոխազդեցությունների էլեկտրամագնիսական, թույլ եւ ուժեղ փոխազդեցությունների կրող մասնիկների գոյությունը։ 2000-ականների սկզբին բաց էր մնում թերևս մեկ հարց, սա ստանդարտ մոդելի շրջանակներում կանխատեսող Higgs բոզոնի գոյության ապացույցն էր, որը տրվեց 2012 թվականին Մեծ հադրոնային կոլայդերի CMS եւ Atlas գիտափորձերում։ Higgs բոզոնը պատասխանատու է մասնիկների զանգվածների գեներացիայի համար։
Սրանով ամբողջացավ ստանդարտ մոդելի փորձարարական հաստատումը, համաձայն որի գոյություն ունեն 12 ֆունդամենտալ ֆերմիոններ, 6 լեպտոններ եւ 6 քվարկեր եւ դրանց հակամասնիկները։ Սրանց միջև թույլ էլեկտրամագնիսական եւ ուժեղ փոխազդեցությունները իրականացվում են փոխազդեցություն կրող վեկտորային մասնիկների միջոցով։ Էլեկտրամագնիսականը ֆոտոնի, ուժեղ փոխազդեցությունը գլոնների, թույլ փոխազդեցությունը W+- եւ Z0 մասնիկների միջոցով։